Ոչ։ Մարդը այդ աշխատել այնքան գիտելիքա կուտակել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ ինքը այդ գիտելիքը, որը ասма այտենց ասացված կա, չէ, ասма եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար։ Հիմա ծերությունը կարող է, որովհետև դա այլևս ծերություն չէ, այդ մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 75 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է, իսկ կներեք, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է ծերություն։ Եթե մարդը առողջություն չունի, ինչ տարբերություն, ինքը 29 տարեկան է, 39, 35, 42, 50 թե 55, ինչ տարբերություն։ Իսկ եթե մարդը միջին, էլ չեմ ասում, որ ժամանակակից աշխարհում տեխնիկան այնքան է զարգացել, բացարձակ առողջ մարդ չկա։ Գնում ես սկաների տակով անցնում, ոնց լինի մի հատ ինչ-որ մի բան կգտնվի։ Մենք պետք է մարդուն ասենք, չէ, դեն չի, ժողովուրդ ջան, դեն չի, որ վերջ, ավարտվեց։ Ոչ, 63 տարեկանը փոքր եւ միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետեւ այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի։ Հիմա էլի պետական պարտքի այդ թեման։ Մեր ընդդիմության հարգելի գործընկերները տենց էլ չհասկացան, թե պետական կամ ներողություն եմ խնդրում, տենց էլ մի խանգարեք։ Լավ, տենց էլ ճիշտ չհասկացան, թե պետական բյուջեն, հիմա մեր կանոնակարգով եմ առաջնորդում, էլի, փորձում եմ վարչական վարույթի տակ չընկնեմ կուսակցության ներս։ Դրա համար էլ այդ 20 թվի այդ պատմությունը հիմնադրամի միջևում էլ գլխի չեն ընկնում։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք այդ ջուրը գալիս է, երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր, թե կա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Այսինքն դու որ փողը ծախսում ես, իհարկե կան նաև նպատակային բաներ, վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար, բայց ընդհանուր առմամբ պետական բյուջեն կամ որ դու նպատակի համար, ասենք, մի նպատակի համար ուղղում ես, դա քո նպատակն է, ուրիշի նպատակը չի։ Դա նշանակում է, երբ որ դու վարկային ծրագիր ուղղեցիր, այդ կոնկրետ նպատակի համար, այդ տակառի մեջ ուրիշ ջուր հայտնվեց, որ դու կարող ես օգտագործել այլ նպատակի համար, որովհետև այդ ջուրը սկզբանե ինչ նպատակի համար նախատեսվել էր, դրա համար դու ուրիշ տեղի ջուր ես բերել եւ այդ ջրով ես ջրել։ Ինչն է անհասկանալի։ Հիմա պետական պարտքի այս բանը, այս պատմությունը։ Ընդ որում, այո, մենք չենք ուզում այդ թեմայի մասին խոսենք, որովհետև չենք ուզում, հիմա ինչ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղությունը հաստատված կարող ենք խոսել։ Պետական պարտքի ամբողջ ավելացումը կամ չեն տեսել իրանք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում, 25-ը ճիշտ ասի, թե 24-ում։ Լավ, վերջ ինչ-որ մի ժամանակահատվածում չեն տեսել այդ թիվը, ոնց կարային չտեսնեին։ Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը ինչ-որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե նախկինում եղել են վարկային պայմանագրեր եւ այլն, այսինքն ինչ որ բնական ունաչ պետքա նախատեսված լինի։ Բայց ընդհանուր առմամբ գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել հարգելի գործընկերների միջալոց ուզում եմ ասեմ, որ երբ որ կառավարություն ասում եմ, նկատի ունեմ իհարկե ներառյալ քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև պարզ է, որ առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել։ Քաղաքական մեծամասնության աշխատանքը, ես ուզում եմ ասել, որ ես լավ եմ գնահատում մեր աշխատանքը։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը
դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Այս բոլոր տնտեսական ցուցանիշները իրանք իհարկե կարևոր են, բայց ամենակարևորը չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել փակողուց։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել միտեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար։ Եվ Հայաստանի ժողովուրդը իր ինքնիշխան կամքով կարա որոշի, թե ինքը որ ուղղությամբ, ինչ զարգացման, ինչ տեսլական է որդեգրում։ Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը, որ ընդդիմություն եկել նոր թեմա ենք տև, հրապարակեք բանակցային փաթեթը, հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի է։ 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել։ Ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է թե ամեն ինչի անդրադարձել եմ։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրան